Ամերիկյան միջնորդությամբ Հարավային Ասիայի երկինքը խաղաղ է, այնինչ վերջին օրերին Հնդկաստանի ու Պակիստանի միջև մոլեգնում էր միջուկային նոր պատերազմի վտանգը։ Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ երկար բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը լիարժեք հրադադարի համաձայնության են եկել։ Հնդկաստանն ու Պակիստանը մտահոգված էին լարվածության, հնարավոր սրմամբ ու հակամարտության շարունակումից մեծ ակնկալիքներ չունեին։ Իհարկե հնարավոր է, որ այս հրադադարը խախտվի, դա հաճախ է լինում նման դեպքերում։ Բայց այս պահին կարևորն այն է, որ երկու կողմն էլ շահեկան են համարում հրադադարը և պատրաստ են աշխատել արտաքին դերակատարների հետ այն իրագործելու համար։ Միջուկային երկու տերությունների միջև լարվածությունը սրվեց ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տեղի ունեցած հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացիներ։ Նյու Դելհին հարձակումը որակեց ահաբեկչական գործողություն և անցած շաբաթասկզբին ռազմական գործողություն սկսեց Իսլամաբադի դեմ։ Վերջին օրերին ավելի դեպի էսկալացիա էր գնում իրավիճակը, որովհետև ի պատասխան այդ ահաբեկչական գործողությանը Հնդկաստանը հարվածներ հասցրեց Պակիստանին, ավելի ճիշտ Կաշմիրի հատվածում, որին հետևեցին Պակիստանի պատասխան հարվածները, բայց Պակիստանի պատասխան հարվածները արդեն եղան ռազմական օբյեկտների վրա Հնդկաստանի, ինչը առաջի գործողության ժամանակ Հնդկաստանի հիմնական թիրախը չէր։ Պակիստանը պարզապես չի համակերպվում այն մտքի հետ, որ պետք է ենթարկվի Հնդկաստանի գերակայությանը տարածաշրջանում, իսկ Հնդկաստանն իր հերթին կարծում է, որ Պակիստանը վտանգավոր հարևան է, որ երկար ժամանակ եղել է ահաբեկչության աղբյուր, և Հնդկաստանը չի ցանկանում ապրել այդ սպառնալիքի ներքո։ Այս տիպի խնդիրները հրադադարի միջոցով չեն լուծվում, դա ավելի շատ նման է խորքային հակամարտության դադար տալուն։ Մի քանի օրվա ռազմական գործողությունների հետևանքով Պակիստանի վերահսկողության տարածքներում ավելի քան 30 մարդ սպանվեց։ Հնդկաստանը հաղորդեց գրեթե 2 տասնյակ զոհերի մասին, սա պաշտոնական վիճակագրությունն է։ Եթե հրադադարը պահպանվի, դա միանշանակ դրական է, հատկապես Քաշմիրի ժողովրդի համար, որը ամենաշատն է տուժել։ Այդ վիճարկվող սահմանագծին կից գյուղերի դեմ ուղղված բռնությունների մակարդակը շատ բարձր է եղել։ Հենց այնտեղ են գրանցվել ամենաշատ զոհերն ու մահվան դեպքերը, բայց խաղադրույքները շատ ավելի բարձր են։ Սա իհարկե հակամարտություն է միջուկային սպառազինությամբ երկու պետության միջև։ Լարվածության սրման հնարավորությունը ոչ միայն Հնդկաստանի և Պակիստանի, այլև նրանց բոլոր հարևանների և իրականում ողջ աշխարհի համար է կարևոր հարց։ Կարևոր է նաև Հայաստանի համար, որի հետ վերջին տարիներին սերտ գործակցում է Հնդկաստանը, հատկապես ռազմական սպառազինությունների գնման ոլորտում։ Հնդկաստանը բարեկամ երկիր է Հայաստանին, շատ դարավոր հարաբերություններ ունենք և Հնդկաստանը երկիր է, որը ներկայիս դրությամբ բավականին մեծ քանակի զենք է տրամադրում Հայաստանին, և Պակիստանը չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն, դրանից բացի աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Հետևաբար այս կոնֆիգուրացիան, որը մենք հիմա նայում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև, նաև անուղղակի շատ զուգահեռներ ունի մեր տարածաշրջանի հետ։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի, ԱԳՆ արձագանքներ, բացի այդ Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամու և Քաշմիրի հարցում։ Կարևոր է, որ դիվանագիտական առումով մենք աջակցենք Հնդկաստանին, ինչպես դա միշտ արել ենք, սա կարևոր կետ է, որը կարծում եմ պահում է կառավարությունը։ Ինչ վերաբերում է զենքերի մատակարարմանը, տվյալ պարագայում, եթե շատ մեծ, լայնածավալ, շատ երկարատև պատերազմի չվերաճի այս իրավիճակը, ես չեմ կարծում, որ անմիջական խնդիր է լինելու հենց զենքերի մատակարարման հետ կապված։ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն Հնդկաստանի ռազմական բյուջեն 2024-ին կազմել է 86.1 միլիարդ դոլար և այդ ցուցանիշով աշխարհում 5-րդն է, իսկ Պակիստանը 29-րդն է 10.2 միլիարդ բյուջեով։ Թեև ռազմական պոտենցիալի առումով հսկայական տարբերության է, երկու երկրները միջուկային մարտագլխիկների քանակով գրեթե չեն զիջում իրար։ Փորձագետները թեև նման սցենարի հավանականությունը մեծ չեն համարում, բայց և նկատում են, խոշոր խաղացողները պետք է հնարավորինս արագ կանխեն նոր հակամարտության բռնկումը, այլ ոչ թե տաքացնեն ձեռքերը, այս անգամ հարավասիական ռեգիոնում։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։